Մենք ուսումնասիրեցինք երկիր մոլորակի բանականությունը և երկրի կառավարման համակարգը, որը ինչպես արդեն ասվել է, գտնվում է մոլորակի մակերևույթի տակ և բարդ հիերարխիկ համակարգ է, առանց որի կյանքի գոյությունն անհնար է։ Գործարական առումով երկրի կառավարման համակարգը երկիր մոլորակի ուղեղն է, որի մեջ, ինչպես ռուսական մատրյոշկայում, օրգանապես կառուցված է մթնոլորտի ուղեղը։ Այդ բոլոր կառուցվածքներն աննյութական են և ներկայացնում են այսպես կոչված ցանցեր։ Կառավարման հիերարխիան հետևյալն է. բարձր հաճախականության տիրույթները կառավարում են ցածրերին։ Մոլորակի և մարդու ուղեղի կառուցվածքները տարբերվում են միմյանցից հաճախականության տիրույթներով և տեղեկատվական լցոնմամբ։ Երկրի ուղեղի կատարելիությունն ունի ավելի բարձր հաճախականության տիրույթ վայրկյանում մինչև 2/512 աստիճանի տատանում մինչև 512 օկտավա, իսկ մթնոլորտի ուղեղը ոչ ավելին, քան վայրկյանում 2/128 աստիճանի տատանում, այսինքն 128 օկտավա։ Մարդու ուղեղի կատարելիությունն այժմ ոչ ավելին է, քան վայրկյանում 2/64 աստիճանի տատանումը, այսինքն 64 օկտավա, և այսօր մարդը լիովին կառավարվող և վերահսկվող կառույց է։ Գործընթացների կատարմանն ուղղված կառավարման բոլոր գործողությունները խստորեն վերահսկվում են կառավարման համակարգի կողմից՝ ցանկացած ծրագրային գործընթացի ստեղծումից մինչև դրա գործնական իրականացումը։ Կառավարման համակարգն ունի տեխնիկական հնարավորություն ոչ միայն իրականացնելու, այլև պարտադրելու տեղադրված ծրագրերի ցանկալի արդյունքների ստանալը։ Այս տեսանյութում մենք համառոտ կներկայացնենք կառավարման համալիրները որպես երկրի ամբողջ կառավարման համակարգի անհրաժեշտ մաս։ Երկրի վրա ընդամենը 48 կառավարման համալիր կա։ 7 գլխավոր համալիրները աշխատում են օրական ցիկլով, յուրաքանչյուրը մեկ օր, ուստի շաբաթվա մեջ ընդամենը 7 օր է։ Այդ գլխավոր համալիրներն են Չեխով, Ավստրալիա, Մեծ լճեր, Քայլաս, Թիբետ, Եթովպիա և Մոսկվա 960։ Բոլոր համալիրներն ունեն և նյութական, և ոչ նյութական կառուցվածքներ։ Կառավարումն իրականացվում է բացառապես բարձր հաճախականությունների տիրույթների ոչ նյութական կառուցվածքների միջոցով։ Կախված իրենց նախորոշումից համալիրները կատարում են տարբեր գործառույթներ։ Չեխով դիսպետչերային կենտրոն, կառավարման գլխավոր համալիր, սահմանում է ծրագրերը բոլոր համալիրների համար։ Քայլաս հիմնական կառավարման համալիրներից մեկն է։ Մոլորակի մթնոլորտային ուղեղի ծրագրին համապատասխան իրականացնում է կարգավորումներ երկրի բոլոր գենոտիպերի համար։ Թիբետ մթնոլորտի վիճակի մոնիթորինգ մթնոլորտային ուղեղի և տարբեր տեսակի ՉԹՕ-ների բոլոր հաղորդակցման ուղիների ուղղումների ընթացքում։ Զատկի բոլոր գենոտիպերի ուղեղի թաղանթի համապատասխանության կառավարում։ Քայլաս 2 ուղեղի շաբաթական մոնիթորինգ։ Կովկաս համալիրը Կովկասի համալիրների խումբ է։ Էլբրուս, Կազբեկ, Արարատ։ Կովկասը ոսկե միլիարդի վերահսկման կառավարման գլխավոր համալիրն է։ Էլբրուսի կառավարման գոտին Ռուսաստանի եվրոպական մաս, Բելառուսիայի, Ուկրաինայի և Բուլղարիայի գոտիներ։ Կազբեկ արևելյան և հարավային Կովկաս, Միջին Ասիա, Փոքր Ասիայի արևելք։ Արարատ համալիրի գոտին ըստ տարածքների Փոքր Ասիա և Հունաստան։ Ալպեր ոսկե միլիոնի վերահսկման կառավարման գլխավոր համալիր։ Սարայևը 53,5 օկտավայի գլխավոր էներգետիկ համալիր մթնոլորտային ցանցերի համալրում բոլոր տեսակի ճառագայթման համար։ Չինաստան, Թիբետ երկրի վրա վերահսկման գլխավոր համալիր, որը սահմանում է բոլոր համալիրների չափանիշները։ Զատկի կղզի Քայլասի միջոցով վերահսկողության համակարգման հանգույցը գտնվում է Զատկի կղզու տակ 12,000 մետր խորության վրա։ Մոսկվա 960 կառավարման համակարգի գլխավոր օբյեկտը ուղեղի բոլոր մատրիցները 42, 44, 46 և Մոշիախ։ Մոսկվայում է գտնվում գլխավոր օբյեկտը, որն անվանում են ցարերի կառք 960 պայմանական կոդային անվանմամբ։ Այն գտնվում է Կարմիր հրապարակում գտնվող պղնձե հուշատախտակի տակ ավելի քան 5 կմ խորության վրա։
Գրենլանդիա, մթնոլորտի ուղեղի կառավարում։ Իռլանդիա, հաշվողական կենտրոն, բոլոր տեսակի հաշվարկներ։ Այնտեղ տեղակայված համակարգիչները երկրի վրա կլինեն 2400 թվականից ոչ շուտ։ Եթովպիայի համալիր, կապ մոլորակների արբանյակների հետ, տեղեկատվության ընդունում և փոխանցում, կապի խողովակների էներգոապահովում, ժամանակի կոորդինացիա, արեգակնային համակարգի շարժման վերահսկողություն։ Սթոունհենջ համալիր, ծովի մակարդակի մոնիթորինգ, որոշակի պարամետրերի սահմաններում և դրա զրոյական մակարդակի պահպանում։ Բերմուդյան համալիրը գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի արևելյան ափի երկայնքով։ Դրա խնդիրն է տրիտիում էներգետիկ տարրը մատակարարել մթնոլորտային ցանցերին, ներառյալ ծովերն ու օվկիանոսները։ Ծովային ջրում առկա տրիտիումը անհրաժեշտ է ծովային բազայի ՉԹՕ-ների համար։ Դրա մատակարարումը իրականացվում էր կառավարող Գոլֆսթրիմ օվկիանոսային հոսանքի միջոցով։ ՉԹՕ օբյեկտների վերահսկման կառավարման համալիրներ, վերելք և վայրէջք։ ՉԹՕ օբյեկտների վերահսկման առաջին կառավարման համալիրը գտնվում է Չիլիի ափերի մոտ, ապահովում է բոլոր ծովային հենքի կառույցները։ Մեծ լճեր։ ՉԹՕ օբյեկտների վերահսկման երկրորդ կառավարման համալիրը գտնվում է Չիկագոյի մոտ, Նյու Յորք քաղաքից մոտավորապես 200 կմ հյուսիս-արևելք։ Այն աջակցում է մնացած բոլոր կառույցները, ստեղծելով ելքային խողովակներ և աշխատանքային պայմաններ։ Շարունակելի։ Մանրամասների համար ընթերցեք Ֆյոդոր Դմիտրիևիչի «Իրականության վերակառուցում» մենագրությունը իր պաշտոնական կայքում։ Սպասում ենք ձեր հարցերին մեկնաբանություններում։